Եվ գրուպ հաստաբանական գրասենյակը շնորհավորում է բոլորիս ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Թող 2026-ը լինի պարզ, արդար եւ հաջողություններով լի տարի։ Ջերմ բարեմաղթանքներով Լև գրուպ հաստաբանական գրասենյակ։ Բարև ձեզ բարեկամներ։ Իհարկե բոլորս այս օրերին անհամբեր սպասում ենք ամանորին եւ կարելի է ասել այժմ երբ հաշված ժամեր են մեզ բաժանում նոր 2026 թվականից բոլորից նպատակը ցանկությունը մեկն է որպեսզի եկող նոր տարին մեզ համար լինի հաջողակ տարի մեր ծրագրերի ցանկությունների իրագործման տարի Այս ամենի ինչպես ասում են այսօր նպաստելու է նաև մեր ծրագրի շատ ցանկալի հյուրը աստղաբան Կառավարման հոգեբան Գայանե Սարգսյանը, որը արդեն տարիներ շարունակ մեզ հետ է մեր կողքին, Տիկին Գայանե, բարև ձեզ եւ բարի գալուստ Փակ TV-ի։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան, բարև ձեզ սիրելի հետևորդներ, այս տարվա հաղորդումով եզրափակում ենք ողջ տարին։ Ես արդեն 4 տարի աշխատում եմ ձեզ հետ, պարոն Ղուշյան։ Ես պիտի ասեմ, ինձ համար դրանք 4 հրաշալի տարիներ են եւ շատ ցանկալի, որովհետեւ նորից եմ ուզում կրկնել, ձեզ հետ աշխատել է շատ հեշտ է, քանի որ ես աշխատում եմ շատ այսպես բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալի հետ իր գործի, սա շատ կարևոր է, հավատացեք, մեր ունկնդիրը շատ զգայուն է, ամեն ինչ զգում է, ցանկացած ֆալշ նոտան անմիջապես կարողանում է ներկայացնել եւ ասել ինչ գործ ունեք այս մեկին ինչ է կանչրային մեկ այսպես ան մեկ այսպես բայց Գայանե Սարգսյանը միշտ ընկալվում է այնպեսին ինչպեսին որ կա բարձր պրոֆեսիոնալ մասնագետի շնորհակալ եմ Ես եմ շնորհակալ բարձր մակարդակով ներկայացնելու շնորհակալ եմ ձեզ սիրելի հետևորդներ որ այս տարիներին ինձ հետ եք եղել մեր համատեղ եթերն ենք մենք ստեղծել համատեղ դրական այդ էներգիայի դաշտը որտեղ բոլորը բարված են սիրո եւ երջանկության այդ էներգիաներով ճիշտ է բոլորիս կյանքում էլ խնդիրներ են պարոն Շանջան բայց պետք է շրջանցենք պետք է ուղղակի ավարտենք հերթական տարին այսպես բարձր գլխով եւ մտնենք 2026 թվական այն ինչ տեղի է ունեցել նախորդ տարում թող այդ ամենը մեզ համար դաս լինի մենք դասեր քաղենք մեր կյանքում տեղի ունեցած յուրաքանչյուր իրավիճակից ես հենց այդպես էլ անում եմ եւ ժամանակը տեղին օգտագործել ինքնազարգացման համար որտեղ սիրելի հետևորդներ մենք եկել ենք այս երկիր զարգանալու ինքնազարգացման մեզ ինքներս մեզ կատարելագործելու եւ փառքով այստեղից հեռանալու դա է տրված մեզ թե ինչպես կապրենք յուրաքանչյուրից ձեռքում է մեր անհատական քարտեզը պարոն Ղուշյան մեր անձի մեր ապրած կյանքի ամբողջ սցենարն է կյանքի տարբեր իրավիճակներում մենք հայտնվում ենք որոշակի ճգնաժամային փուլերի մեջ եւ դրանք հեռու չեն դրանք 29:30 44:45 59:60 74:75 տարիքային շրջափուլերում են դա Սատուրնի դիրքով է նրանք ովքեր գտնվում են այդ տարիքային շրջափուլերում հենց նաև ձկներ եւ կույս աղեղնավոր եւ երկօրյա կենթանակերպերի ազդեցության տակ նրանք իրենց մաշկի վրա հենց այս պահին են զգում Սատուրնի ներգործությունը Սատուրնը կարգապահ է կարգապահություն է սիրում Սատուրնը սահմանափակումներ է դնում բայց այն անում է մեզ համար որպեսզի մենք կրկին լինենք եւ դառնանք լավը ինքնամաքրվենք ինքնակատարելագործենք մեր չափի զգացումը պահենք մեր կարգապահության մեր այդ սահմանները պահենք բայց դրա հետ մեկտեղ նաև մեր զարգացումը ապահովենք իմ այսպես մուտքի խոսքը այսպեսներ եւ այն ինքնաբուխ էր Գայանե գիտես մի հարց որ կարծում եմ մեր ունկնդիրներն էլ է հետաքրում որ կենթանակերպերը կունենան հաջողություն նոր 2026 թվականին Մինչև հաջողություններին անցնելը ասեմ, որ 2026 թվականը կարմիր հրեղեն ձիու տարի է, սիրելի հետևորդներ։ Ակտուալ գույներ են լինելու կարմիրը եւ ոսկե գույնը, որտեղ կարմիր եւ հրեղեն ձի։
այո, ձեր հագուստում, ձեր ինտերիերում կարող են գերակշռել այդ գույները, քանի որ ես տարբեր եթերների եմ ներկայանում, այս անգամ այսպես ստացվեց, որովհետև արդեն սպառվել էր իմ կարմիր այդ շրթներկը եւ համապատասխան գույնի հագուստները, բայց իմացեք, որ այդ ամենը ակտուալ են ձեր ինտերներում, հենց ձեր տոնածառը զարդարելիս այդ կարմիր խաղալիքները եւ նաեւ ոսկեգույն այդ բոլոր զարդերը, արթուզարդը կարող է ցածել եւ ձեր տանը եւ ձեր տոնածառին։ Նաեւ 2026 թվականը գտնվում է 1 թվի ազդեցության տակ նոր գործեր սկսելու տարի է, սիրելի հետևորդներ, հունվար ամսվա համար ես կներկայացնեմ հունվարի 18-ից է հետո շատ 18-19 նոր ալուսին կա, որը շատ կարևոր է լինել այդ ծեղջուրի վերջին աշճանների այդտեղ վրա ձևավորող նոր ալուսին, որը կբերի մասնագիտական հաջողություններ, հիշեք, դրա մասին կխոսեմ հունվարի կանխատեսումների ժամանակ։ Շատ կարևոր է պարոն Ղուշյան խոյերի, խոյ, երկորյակ եւ ջրհոս այդ կենդանակերպերի համար, նրանք ովքեր ծնվել են օդի եւ կրակի ազդեցության տակ, նրանց մոտ կլինեն հաջողություններ մանավանդ այն անձանց մոտ, որոնք նաեւ համապատասխան գործունեություն են ծավալում, այսինքն ինտելեկտուալ դաշտում են, երկորյակը ինտելեկտ, տեղեկություն, ինֆորմացիա, ջրհոսը դա համացածն է, դա աստղաբանություն է, դրանք բոլոր IT ոլորտն է, իսկ այնտեղ խոյի կենդանակերպը դրանք զինվորական են, նրանք ովքեր անվախ են, խոյերը նաեւ անվախ են, բայց ելի խոյեր իմացեք, որ Նեպտունը եւ Սատուրնը արդեն իսկ անցնում են ձեր կենդանակերպ 26/01/2026 թվական Նեպտունը կանցնի խոյ, հիմա ձկներում է եւ 14/02/2026 թվական Սատուրնը կանցնի խոյի կենդանակերպ 3 տարի քննվելու է ձեր գործունեությունը, սիրելի խոյեր, մինչեւ 2028 թվականը Սատուրնը խոյում է գտնվելու, խոյերը պետք է լինեն ավելի կարգապահ, պետք է իրենց գործողությունները չափի մեջ լինեն, քանի որ խոյերը երբեմն միտված են եւ անկարգություններ եւ չմտածված գործողություններ։ Եթե վառ նպատակներ ունեք Նեպտունը խոյի կենդանակերպում, ապա ձեր նպատակները կկատարվեն, եթե դուք իրատեսական եք, քանի որ Սատուրնն է, չէ, խոյում իրատեսական է։ Ամեն ինչը պետք է լինի չափի ձևի մեջ եւ նաեւ դուք պետք է հստակ ժամանակահատված որոշեք այդ ամենը կատարելու եւ ժամանակահատված, եւ տեղը, եւ վայրը, եւ միջոցները, ամեն ինչը պետք է լինեն հստակ։ Միշտ ասում եմ մենեջմենտի կառավարման լեզվով smart պետք է լինեն, որպեսզի դուք կարողանաք հաջողությունների հասնել։ Կշերտների համար էլ է կարևոր, ասում եմ, խոյ, երկորյակ, ջրհոսը իրենց իսկ կամքով, իրենց նախաձեռնությամբ կարող են փոխել իրենց կյանքը։ Կշերտների համար մենք, եթե այստեղ նայենք, մենք կարող ենք հետաքրքիր այսպիսի մի ընդհանուր կանխատեսում կատարել, Պլուտոնը ջրհոսում, Ուրանը երկորյակում եւ Սատուրնը ձկներում ու ընդհանուր պատկերը տանք։ Մեկ այլ հարթակում խոսել եմ Յուպիտերի մասին։ Յուպիտերը 2026 թվականի հունիսի 30-ից հունիս-հուլիս այդ ժամանակահատվածում արդենից ասում է առյուծը կենդանակերպ 1 տարի այնտեղ է լինելու։ Մինչ այդ Յուպիտերը բարերար ազդեցություն ունի ջրի եւ հողի տարերքի ազդեցության տակ ծնվածների վրա։ Բայց ելի հետևորդներ, մեր անձնային քարտեզում դուք բոլորը տեսել եք, չէ՞, այն կլոր շրջանագիծն է 12 կենդանակերպեր։ Սատուրն եւ Յուպիտեր շատ կարեւոր երկու սոցիալական մոլորակներ, կարեւոր դիրքավորում ունեն, բարենպաստ դիրքավորում, որը բոլորիս քարտեզում կա։ Ուղղակի պետք է համապատասխան մասնագետը, աստղաբանը, որը նաեւ ունի որը նաև արհեստավարժ է, սովորական ծրագրերով էլ կարող եք նայել, բայց այստեղ հստակ աստղաբան պետք է դիտարկի, որ կարողանա այդ կյանքի ոլորտները ձեր համար այդպես ներհանել եւ այդ ամենը ներկայացնի ձեզ։ Ինչևէ մենք ունենք մեր ընտանիքը վերակառուցելու, բազմանալու, ընտանեկան կարգավիճակը փոխելու, ամուսնանալու, բնակ տարածքի ընդլայնման, հողակտոր կարող է գնել, պտղատու այգիներ գնեք։ Յուպիտերը խեց գտնում է, Յուպիտերը բարեկեցության մոլորակը գտնում է բարեբերության, պտղաբերության այդ դաշտում եւ մինչեւ մոտավորապես 6 ամիս ինքը այստեղ է լինելու։ Դրանից կարող են օգտվել հողի եւ ջրի ազդեցության տակ ծնվածները։ Փաստորեն
Եթե մենք դիտարկում ենք խոյերի համար, խոյերը իրենցից նախաձեռնությամբ, համախոհների միջոցով, քույր, եղբայր, բոլորին այդ իր մտերիմներում համախմբելով կարող է հասնել հաջողությունների, նպատակներ դրեք, նրանց մեջ ներառեք եւ ընկերներին, եւ ձեր քույր, եղբայր, նաեւ ձեր տեղեկատվական այդ մեծ բազան, դուք կհասնեք հաջողությունների, սիրելի խոյեր։ Անցնենք առաջ, ահա, այստեղ ցուլ, ջրհոս, ցուլի կենթանակերպի համար, ցուլերը կունենան մասնագիտական հաջողություններ, ֆինանսներ կարող են վաստակել մանավանդ այդ ցուլերը, որոնք զբաղվում են ինտելեկտուալ աշխատանքով, ակտիվ են ինֆորմացիոն տեղեկատվական դաշտում, նաև ակտիվություն են ցուցաբերում համացանցում եւ զբաղվում են ապագայի գիտությամբ, ջրհոսի գիտությամբ, դա աստղաբանությունն է։ IT եւ IT տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված այդ մարդիկ, որոնք ունեն նաև առնչություն այդ ոլորտի հետ, նրանք ունենան հաջողություններ իմիջիայլոց այդ դաշտերի միջոցով, համացանցի միջոցով, ինֆորմացիայի դասընթացների միջոցով սիրելի ցուրեք կարող եք ֆինանսներ վաստակել եւ մոտակա 2-3 տարին։ Սիրելի երբորյակներ, արտերկրի հետ կապված հարցերը ձեզ համար ակտուալ կարող են լինել Նաև ձեր համախոհներին կարող եք համախմբել ձեր ռեսուրսները արտերկրում արտերկրի հետ կապված ձեր ծանոթությունները կարող եք ձեր իսկ նախաձեռնությամբ մեկնել արտերկիր սովորել այնտեղ բարձրագույն կրթություն ստանալ գործուղումներ կարող են լինել պարբերաբար որոնք միջազգային այդ մակարդակեն պարբերաբար դասընթացներ համացանցային այդ բոլոր միջոցառումները կոնֆերանսներ գիտաժողովներ ակտիվ են լինելու սիրելի երկորյակներ ձեր կյանքում եւ հնարավոր է մոտակա մի քանի տարին դուք ուղակի մեկնեք արտերկիր այնտեղ ապրելու, այնտեղ ստեղծագործել կամ պարբերաբար ուղակի հնարավոր է ճանապարհորդել։ Սիրելի խեցգետիներ, ֆինանսի հետ կապված հարցերն են կարևոր լինելու ձեզ համար, հնարավոր է ստանալ կտակ, հնարավոր է ստանալ համացանցի միջոցով կստանաք դուք նամակ, որ ձեր գործընկերը, ձեր զուգընկերը ձեզ ներդրումներ է կատարում, համապատասխան ներդրումները կարող են իրենց արդյունքները տալ, եթե դուք ձեր գործընկերների, ձեր զուգընկերոջ հետ հանդեպ եղել եք ավելի անկեղծ։ Այո, նրանք պետք է վստահեն ձեզ եւ այդ ներդրումները, այդ գումարները կարող են փոխանցել ձեզ, նաեւ հնարավոր է ստանալ կտակ, այդ ամենը գաղտնի կարող եք պահել, հետո միանգամից նույնիսկ կարող է էլեկտրոնային նամակի միջոցով ստանալ ձեզ նամակ գա, որ դուք այդ ֆինանսական ռեսուրսները կարող եք տնօրինել։ Սիրելի առույցներ, ձեր անձնականը կարող է դասավորվել, այսպես միանգամից փոփոխվելու է, այսպես Պլուտոնը գտնվում է ջրհոսի կենթանակերպում, նա ձեր 7-րդ տանն է, քանդում է, այսպես քանդուքարափ է անում, այդպես ասեմ բառացի, ձեր անձնային, միջանձնային, գործընկերային հարաբերությունների դաշտը, բայց դուք ունենաք հնարավորություն զուգընկերների, նաև համացանցի միջոցով, գաղափարակիցների միջոցով, այդ մեծ համաշխարհային շփումների միջոցով ձեր անձնական դասավորեք, ի որջը հնարավոր է ամուսնանալ ձեր գաղափարակցի հետ, որի հետ ընդհանուր նախասիրություններն եք եւ ձեզ ամուսնական ճանապարհորդություն է սպասվում։ Սիրելի կույսեր, ձեզ համար կարևոր է լինելու աշխատանք, ստատուս եւ ֆինանսական ներդրումներ։ Այո, չգիտեք որտեղից սիրելի կույսեր հնարավոր է, որ դուք ձեզ ֆինանսական ներդրումներ անեն ոմանք, ձեր գործընկերները, ձեր զուգընկերները, այդ բարեհաջող ֆինանսական ներդրումները ձեզ կբերեն մասնագիտական հաջողություններ, ուղղակի սիրելի կույսեր, մի մոռացեք, որ դուք պետք է ձեր առօրյա աշխատանքային այդ սխեման, ձեր աշխատանքում նորարարություն պետք է լինի, պետք է ծրագրերը փոխեք, պետք է նորագույն տեխնոլոգիաներ օգտագործեք, պետք է այդ աշխատակիցները պետք է նրանք վերապատրաստվեն, վերազինվեն նորագույն գիտելիքներով եւ դուք ունենաք հաջողություններ ու ֆինանսներ կարող եք վաստակել։ Սիրելի կշերքներ, ձեր երեխաների հետ կապված հնարավոր է, որ երեխա ունենաք, հնարավոր է ամուսնական ճանապարհորդությունից ետ վերադառնաք եւ սպասեք ձեր բարեկին։ Ու այստեղ իմ քիթը քոր է գալիս, պարոն Ղուշյան։ Դա նշանակում է, որ բարի լուր է լինելու ամուսնանալու եք ձեր սիրելիի հետ, ձեր սիրելիից հետ կունենաք երեխաներ։
Նաև կարող է ասեմ ամուսնական ճանապարհորդություն լինել կամ գնաք գործուղման ճանապարհորդության հանդիպեք այնտեղ ձեզ համակրող ինչ-որ մեկին, որին նաև դուք կսիրեք եւ կվայելեք սիրո պտուղները։ Սիրելի կարիճներ, ձեր շատ կարևոր է լինելու մայրիկի հետ կապված հարցը, ընտանիքի հետ կապված, բնակտարածքի հետ կապված, առողջության հետ կապված հարցերը հնարավոր է դրական ընթացքով ընթանան, ուղղակի պետք է, եթե առողջության հետ կապված հարցերն են, ակտիվ լինեք, գլխի հետ կապված որոշակի հարցեր կլինեն, սիրելի կարիճներ, քանի որ Սատուրնը եւ Նեպտունը ձեր 6-րդ տանն են, արդեն կարող եք մտածել ժառանգության մասին, ձեր մայրիկի, ձեր տան անդամների հետ որոշակի խոսակցությունների արդյունքում ապագա պլաններում հնարավոր է արդեն որոշեք ժառանգություն կիսելու հարցը։ Իսկ ձեր առողջականի հետ կապված հարցերը հնարավոր է դրական լուծում ստանան, պետք է ուղղակի այդտեղ են ասում ուլտրաձայնային այդ բոլոր հետազոտությունները անցնեք եւ հնարավոր է որ բոլոր հետազոտություններից հետո պարզեն որ դուք առողջ եք իսկ եթե առողջ չեք այդ գործընթացը բուժման այդ ամբողջ գործընթացը հնարավոր է դրական միտում ունենա։ Սիրելի աղեղնավորներ, ձեր քույր եղբայր կարող է ամուսնանալ, ձեր հարազատներ, ձեր քույրը կամ եղբայրը, եթե չի ամուսնացել, երեխա կարող են ունենալ եւ նաեւ կարող է իրենց անձնականը դասավորել։ Նաեւ ձեր քրոջ եւ եղբոր միջոցով ձեր լավ հարևան կարող է գա այնպիսի մեկը, որին համակրեք եւ որի հետ կապեք ձեր կյանքը, որտեղ դրա կամոլորակային դիրքավորումն է տեսնում 3-րդ տանը ջրհոսում, 5-րդ տանը խոյում, Նեպտունը եւ Սատուրնը եւ 7-րդ երկորյակում հնարավոր է սիրելի աղեղնավորներ տարիքով փոքր ինչ-որ մեկը ձեր կյանք կամ ինտելեկտուալ ինչ-որ մեկը մի քիչ էլ շատախոս ուշադիր եղեք շատախոս կարող է լինել բայց թող իր շատախոսության հետ տեղ նաև իր գործը հասնի այդ նրանք պետք է հավասար լինեն իրար հետ ինչևէ հնարավոր է ձեր կյանքը դասավորեք որտեղ քույրիկներ քույր եղբայր մոտակա շրջապատի միջոցով համացանցի միջոցով կամ ձեր հարազատի ուղակի ընկերը լինի որի արդյունքում այդ շփումների արդյունքում դուք կարողանաք հաջողություններ ունենալ 5-րդ տունը քանի որ բիզնեսն է կարող եք այնպիսի բիզնես դնել որին երեխայի պես պետք է խնամեք եւ որը կտա հաջողություն մանավանդ եթե այն ինտելեկտուալ բիզնես է սիրելի այծեղ ջուրներ ֆինանսներ եմ տեսնում որը կարող եք վաստակել համացանցի միջոցով կարող եք տանը նստած այդ ամենը անել ուղղակի ակտիվ պետք է լինեք ակտիվ գործունեություն ծավալեք ընտանեկան բիզնես հնարավոր է ստեղծեք սիրելի այծեղ ջուրներ որը կարող է լինել ինտելեկտուալ բիզնես այդ ինտելեկտուալ բիզնեսում աշխատակիցների շարքերում կարող են լինել ձեր բարեկամներ ձեր քույր եղբայր նաեւ ասում եմ պետք է նորարար բոլոր մեթոդները օգտագործեք, տրեյնինգների ուղարկեք ձեր աշխատակիցներին, ինքներդ նաև կրթվեք, որպեսզի կարողանաք հաջողություններ ունենալ։ Նաև կարող եք տանը նստած համացանցի միջոցով on-line բիզնեսով զբաղվել, որը ձեզ կբերի հաջողություններ։ Սիրելի ջրհոսներ, ձեր նախաձեռնությամբ կփոխեք ձեր կյանքը, ձեր անձնականը, անսպասելի փոփոխություններ են սպասվում ձեզ, սիրելի ջրհոսներ, հնարավոր է անսպասելի այնպիսի մի իրավիճակներ կյանքում այնպես լինի, որ հենց հանդիպեք ինչ-որ մեկին կարող է լինել դա սեր առաջին հայացքից, ձեր խոսակցությունները տա դրական արդյունք։ Բիզնեսներ կարող եք հիմնել, սիրելի ջրհոսներ, կարող եք գնել ձեր երազած այդ մեքենան, ամենագնացը, որը նաև ներագույն տեխնոլոգիաներով հագեցած կլինի, այս ժամանակահատվածը փոփոխման ժամանակահատված է սիրելի ջրհոսներ, ներկգրավեք մեծագույն մեգա պրոյեկտների մեջ, ձեր այդ ինտելեկտուալ այդ դաշտում որտեղ որ դուք գործունեություն եք ծավալում հնարավոր է մեծամեծ արդյունքներ տալ եթե համացանցում եք ակտիվ եթե բեմում եք ակտիվ ձեզ կտան ձեր երազած դերը համացանցային ձեր այդ բոլոր ակտիվությունը ձեզ կտա մեծ հանրաճանաչություն ինչու են բարբերաբար համացանց եւ ինտելեկտուալ բառերը ասում պարոն Ղուշյան ջան որովհետեւ ջրհոսի կենթանակերպը դա համացանցն է դա գաղափարակիցներն են խոյը դա ակտիվությունն է իսկ երկորյակը շփումներն են ինֆորմացիան տեղեկատվությունը վերջին
Առաջին կենթանակերպը սիրելի ձկներ, ձեր հաջողությունները գաղտնի պահեք ձեր ապագա պլանների մասին, ոչ մեկին մի ասեք, հաջողությունները կգան, հետո կասեք, հնարավոր է գումար վաստակեք, սիրելի ձկներ, դուք մի քիչ մելամաղձոկ եք, երբեմն ակտիվ չեք, ակտիվություն ցուցաբերեք այն վայրերում, որտեղ ակտիվ շփումներ կա, ցույց տվեք ձեր բոլոր կարողությունները, ինտելեկտուալ կարողությունները, հնարավոր է տան մեջ, եթե ես տեսնում 4-րդ տունը երկօրյակում, ինտելեկտուալ դասեր կարող եք անցկացնել տանից, կարող եք պարապել աշակերտների հետ, լեզվի այդ բոլոր լեզվի հետ կապված ձեր հմտություններ, մայրենի լեզվի հետ կապված երկօրյակը կարող եք որպես մայրենի լեզու դիտարկել, բոլոր հմտությունները կարող եք զարգացնել, տանը ինչ որ կամ ձեր սեփական տարածքում դուք կարող եք հիմնել ձեր բիզնեսը, որը ինտելեկտուալ այդ դաշտի հետ կարող է կապվածնել։ Նրանք, ովքեր սիրելի ձկներ զբաղվում են այն աշխատանքով, որը շփվում է երեխաների մտավոր զարգացումը ապահովելու, մտավոր կարողությունները, այո, զարգացնելու առումով դուք ուղղակի կունենաք հաջողություն, նաև ձկները դրանք հասարակական կազմակերպություններն են, գրանտ կարող եք շահել, գումարներ, որպեսզի իրականացնեք ձեր երազանքը։ Այսքանը երևի պարոն Հուշյան, կարիճներն էլ ինտելեկտուալ աշխատանքում տնից կարող են, ասում եմ, համացանցով աշխատել, նաև այծեղջուրներ ունենք 3 այծեղջուր, կարիճ եւ ձկներ, 3-ն էլ ընդհանուր, մանավանդ եթե ձեր գործընկերները, ձեր գաղափարակիցները այդ կենթանակերպի ազդեցության տակ են ծված, դուք կունենաք մեծամեծ հաջողություններ եւ ընդհանրապես նրանք, ովքեր ծնվել են կույս, խեցգետին եւ ցուլ, ձեզ էլ առուծի բաժինը չի հասնի, որտեղ այնտեղ ձկներ եւ խեցգետինն է, նաև այծեղջուր եւ կարիճ, դուք ուղակի այդ սոցիալական երկու մոլորակների դրական ազդեցության գոտում եք գտնում մինչև փետրվարի 14-ը։ Այսքանը պարոն Հուշյան, այսքանը սիրելի հետևորդներ, մաղթում եմ ձեզ 2026-ին այսպես մաքուր խղճով անցնեք նոր տարի, թող բոլորիդ երազանքները կատարվեն, թող բոլորի երեխաները, առուզավակները անփորձանք ետ վերադառնան իրենց մայրիկների գիրկը։ Մենք եթե թող բոլորը նրանք, ովքեր հեռվում են գտնվում, ովքեր մեկուսացման վայրերում են, ես ցանկանում եմ, որ նրանք կրկին վերադառնան հայրենիք իրենց ընտանիքի գիրկը։ Բոլորին չեմ ուզում առանձնացնել, թող բոլորիս նպատակները կատարվի, թող բոլորի տանը լիություն եւ ներդաշնակություն ունի Յուպիտերը խեցգետնի կենթանակերպում, այսքանը։ Եվ Սերգայանը, ես շատ ուրախ եմ, որ մենք ամանորի շեմին քեզ այդ մեր վերջին հանդիպումը անցկացրինք եւ ցույց ունեմ, որ նոր տարում կլինեն նորանոր հանդիպումներ եւ դու ինչպես միշտ մեր ունկնդրին կուրախացնես քո այդ հրաշալի մեկնաբանություններով։ Սիրելի բարեկամներ, ես ուզում եմ բոլորիդ մեկ անգամ եւս շնորհավորել ամանորի կապակցությամբ, թող իսկապես 2026 թվականը դառնա մեր բոլորի եղձերի ցանկությունների կատարածման տարի եւ թող, ինչպես ասում են, մեր ժողովրդի համար ամեն ինչ լինի շատ այսպես բարեհաճ։ Կանե ջան, ես ձեզ ասում եմ ցտեսություն, միշտ նոր հանդիպում 2026 թվականին։ Նմանապես պարոն Հուշյան, ցտեսություն։ Սիրելի բարեկամներ, դե հերթական անգամ հյուրընկալել ենք մեր հրաշալի աստղաբան կառավարման հոգեբան Գայանե Սարգսյանին, ով միշտ շատ այսպես իր հրաշալի մեկնաբանություններով ավելի հետաքրքիր ու լիարժեք է դարձնում մեր առօրյա կյանքը։ Այսօր այսքանը, մնացեք միշտ լավատեսությամբ եւ հավատացեք, որ 2026-ը լինելու է հրաշալի տարի։ Այսօր այսքանը, ցտեսություն։